Բաքուն Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը կրկին մեղադրել է իրենց բնորոշմամբ լրտեսական գործունեություն ծավալելու մեջ, նշելով, թե նման գործունեության նոր ձայնագրություններ են ի հայտ եկել։ Ադրբեջանական Reporters կայքը գրում է իր ձեռքի տակ հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են այսպես կոչված Եվրամիության դիտորդական առաքելության անդամները շարժվում դեպի Լաչին եւ Զանգիլան, ընդգծելով, որ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է առաքելության գործունեությանը։ 3 օր է Բաքուն Երևանին մեղադրում է հրադադարը խախտելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները սակայն հերքում է։ Բաքվի այս մեղադրանքների ֆոնին Հայաստանում Եվրամիության առաքելությունը նախորդին հայտարարեց, որ մարտի 16-ին եւ 17-ին պարեկային խմբեր է ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներ, նշելով, որ իրավիճակը սահմանին մնում է հանգիստ եւ արտառոց ակտիվություն չի նկատվում։ Այս պահի դրությամբ Բաքուն Երևանին չի փոխանցել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը, հիշեցնելով հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքների ֆոնին վարչապետի աշխատակազմի ավելի վաղ արված հայտարարությունը։ Վերջին 3 օրերին Ադրբեջանը 7 հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական կողմից հրադադարի խախտումների մասին։ Հայաստանը դեռ նախորդ տարի Բաքվին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Բաքուն անարձագանք էր թողել Երևանի այս առաջարկը։ Վարչապետի աշխատակազմը այսօր եւս վերահաստատել է այն։ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով։ Կոմիտեից ազատությանը փոխանցել են, որ քրեական վարույթը հարուցել են դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա։ 3 քննչական կոմիտեն դեռ քրեական վարույթ չէր հարուցել։ Նշել էին, թե հաղորդում դեռ չեն ստացել, չնայած 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնությունների մասին բազմաթիվ հրապարակումներ էին եղել։ Ոստիկանությունն էլ արդեն ծառայողական քննություն էր սկսել։